Երբ երեխան հրաժարվում է հաց ուտելուց կամ ատամները լվանալիս ցավ է նշում բերանում, պատճառը միշտ չէ, որ պետք է լինի ատամը։ Հաճախ դրա մեղավորը կարող է հանդիսանալ ստոմացիտը։ Ստոմացիտը դա բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումն է, որի ընթացքում առաջանում են ցավոտ խոցեր եւ վերքեր։ Դրանք կարող են ձեզ թվալ չափսերով փոքր, բայց նույնիսկ ամենափոքր խոցը կարող է ազդեցություն ունենալ երեխայի խոսելու եւ ուտելու ֆունկցիաների վրա։ Ստոմացիտների առաջացման պատճառները բազմազան են՝ վիրուսային եւ բակտերիալ տարբեր հիվանդություններ, իմունիտետի անկում, նույնիսկ բերանի վատ հիգիենա։ Եթե երեխայի բերանի խոռոչում նկատել եք ստոմացիտ, ապա առաջին հերթին պետք է հետևել բերանի խոռոչի հիգիենային։ Ծնողները հաճախ վախենում են լվացնել երեխայի ատամները, որովհետև երեխան ցավ է զգում, քանի որ ոչ ճիշտ ընտրված մածուկի դեպքում նրա ավելորդ բաղադրիչները կարող են գրգռել երեխայի լորձաթաղանթը, ինչը կբերի ցավերի։ Այդ իսկ պատճառով ես միշտ խորհուրդ եմ տալիս ատամների հիգիենան շարունակել պահպանել, օգտագործելով ROX ապրանքանիշի մածուկները եւ խոզանակները։ Կարող եմ նշել, որ ROX ատամի մածուկներում պարունակվող բաղադրիչները եւ հանքանյութերը նպաստում են ոչ միայն բերանի խոռոչի լավ հիգիենայի պահպանմանը, այլև կանխում են երկրորդային բորբոքումները։ Հիշեք, ստոմացիտները կարող են միանման տեսք ունենալ, բայց դրանց բուժման մոտեցումները տարբեր են։ Իսկ եթե դուք ուզում եք իմանալ ստոմացիտների տեսակների, նրանց առաջացման եւ բուժման տարբերակների մասին ավելի մանրամասն, կարող եք այցելել Mini Dental Blog եւ ընթերցել իմ կողմից տեղադրված նոր նյութը։